Մենք ունենք երկու հիմնական զեկուցողներ, պրոֆեսոր Աշոտ Ոսկանյանը եւ պրոֆեսոր Ֆրենկ Զերունյանը Միացյալ Նահանգներից, սակայն մինչ այդ ես խոսքը տալիս եմ Գարեգին Մանուկյանին, ուրեմն այս քննարկումը կազմակերպել է Սպարապետ հանրային քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնը, պարոն Մանուկյանը կենտրոնի նախագահն է, ես խորհրդի անդամ եմ, բացման խոսքով հանդես կգա պարոն Մանուկյանը։ Ուրեմն մեր այսօրվա քննարկման թեման ազգային ինքնության վերանայման փորձերը Հայաստանում, դեռևս մինչև 2018 թվականը կային մարդիկ, որոնք այս ուղղությամբ աշխատում էին, փորձում են ազգային ինքնությունը փոփոխել, ինչ որ արժեքային համակարգը փոփոխել, սակայն 2018 թվականից սա արդեն փորձում է անել Միացյալ Նահանգները, Հայաստանի կառավարությունը, ինչի համար է ուզում անել, ինչ խնդիրներ են լուծում, ուղղակի կարելի է կռահումներ անել, կարծիքներ հայտնել, համենայն դեպս մենք այսօր ունենք երկու շատ հետաքրքիր եւ կարեւոր ելույթներ, իսկ մինչ այդ ես խոսքը տալիս եմ պարոն Մանուկյանին բացման խոսքի համար։ Խնդրեմ պարոն Մանուկյան։ Շնորհակալություն Ստեփան, հարգելի հյուրեր, բարև ձեզ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Սպարապետ քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված հերթական փորձագիտական քննարկմանը մասնակցելու համար։ Մեր նախորդ հանդիպմանը մարտի 10-ին մենք քննարկեցինք, թե ինչպես է ապատեղեկատվությունը դարձել նոր նորմալ, հատկապես անդրադառնալով Հայաստանի համար ձեռնատու ռազմավարական կողմնորոշումների եւ ընտրանիքների Ցավալի է, բայց հաճախ քաղաքական կոչվող ուժերը տարիներ շարունակ ելնելով իրենց նեղ խմբակային շահերից մոլորեցրել եւ մանիպուլացրել են հայ հանրությունը։ Այսօր անդրադառնում ենք եւս մեկ բախտորոշ նշանակություն ունեցող թեմայի։ Վերջին շրջանում այդ թեման հաճախ է օգտագործվել որպես քարոզչության գործիք հայությանը ճնշելու, վախեցնելու, մոլորեցնելու եւ նրա ինքնագիտակցությանը խաթարելու նպատակով։ Խոսք այն նպատակային փորձերի մասին է, որոնք ուղղված են հայկական պատմամշակութային ժառանգությունը արժեզրկել ու աղավաղել, այսպիսով փորձելով վերացնել ազգային շարունակականության ամենակարևոր երաշխիքներից մեկը եւ քողարկված կեղծ խաղաղության օրակարգի ներքո վտանգել մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Պատմությունից, լեզվից եւ մշակույթից կտրված ժողովուրդը կորցնում է իր գենետիկ ինքնությունը եւ դառնում է խիստ խոցելի, թե ներսից այլասերվելու եւ քայքայվելու, եւ թե դրսից կառավարվելու տեսանկյունից։ Հայկականությունը բնութագրող առանձնահատկությունները ոչ թե անցյալի հուշարձաններ են, այլ հայ մարդու կենսականության լիարժեք ապրելու եւ առավելագույնս արտահայտվելու հենարան։ Հայությունը կարողացել է վերապրել դարերի հալածանքները, ցեղասպանությունը եւ հայրենազրկումը, այդ թվում շնորհիվ իր հավատարմությանը մշակույթին, լեզվին եւ դավանանքին։ Մեր մեծերը կարողացել են պահպանել հայ ազգի ինքնությունը նույնիսկ ամենադժնդակ եւ ծանր ժամանակներում։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ ինքնության հենքով դիմակայությունը մարտահրավերներին փրկել է տարբեր ազգերին ոչնչացումից։ Հիմա կանդրադառնամ որպես օրինակ բերեմ մի քանիսը։ Ավելի քան 120 տարի օտար տիրապետության պայմաններում լեհ ազգը պահպանեց իր ինքնությունը լեզվի, մշակույթի եւ կաթոլիկ եկեղեցու միջոցով։ 100 ամնակներ գտնելով Օսմանյան լծի տակ հույները կարողացան պահպանել լեզուն, ավանդույթները եւ փիլիսոփայական ժառանգությունը
իրենց հայրենասիրության և ուղղափառ եկեղեցու շնորհիվ։ Ներքին խժդժությունների և օտար ներխուժումների պայմաններում գրավոր համակարգի միասնականությամբ և պատմական հիշողության միջոցով Չինաստան ու Հարավային Կորեան պահպանեցին իրենց հնագույն քաղաքակրթությունները, վերածնելով ազգային հոգին։ Վերոհիշյալ օրինակները ցույց են տալիս, որ ազգերի պահպանումը և զարգացումը ապահովում է ոչ միայն ռազմավարական և տնտեսական զորությամբ, այլև ժողովուրդների ինքնությամբ։ Լեզուն, դավանանքը, մշակույթն ու ավանդույթները նման են ազգի ԴՆԹ-ին, որի միջոցով ինքնությունը փոխանցվում է սերունդ առ սերունդ։ Այսօր, երբ փորձեր են արվում ձևախեղել հայոց պատմությունը և մոռացության տալ խորհրդանիշները Արարատից մինչև Ավարայր և Արցախ, ինչպես նաև ուրանալ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրանից բխող պահանջատիրության հարցից, դրանք խարխլում են մեր ժողովրդի հիմնասյուները։ Սա պարզապես վատ կառավարում չէ։ Սա գոյաբանական վտանգ է մեր ապագայի և գալիք սերունդների համար։ Մեր այսօրվա առաջին բանախոսը պրոֆեսոր Աշոտ Ոսկանյանը քննարկի այս միտումների խորքային դրդապատճառներն ու այն փիլիսոփայական ազդեցությունը, որ ունեն ինքնության խաթարմանը միտված քաղաքականությունները։ Թույլ տվեք անդրադառնալ ևս մեկ կարևոր խնդրի՝ Սփյուռքի անտեսման, օտարման ու Հայաստան-Սփյուռք կապի խորացող ճեղքին։ Մի կապ, որը ժամանակին Հայաստանի զգալի ներուժն էր, բայց այժմ մոռացության է մատնվել և հանգցրել հիասթափության։ Արցախի կորուստը, որպես համահայկական արժեք, նպաստեց կապը խզելուն Սփյուռքի և հայրենիքի միջև։ Սփյուռքի միջոցների, այդ թվում հանգանակությունների ոչ արդյունավետ օգտագործումը խորացրեց ճեղքը։ Այստեղ բավական է հիշել, թե ինչպես 44-օրյա պատերազմում պարտության պատասխանատու պաշտոնյաներին պարգևավճարներ հատկացվեցին Սփյուռքից հավաքված գումարներից։ Կապիտուլյացիայից հետո նույն իշխանությունների վերընտրությունը եղավ այդ ամենի դաժան ամփոփումը։ Հայաստանի վերածնման համար անհրաժեշտ է Սփյուռք-հայրենիք համադրումն ու համագործակցությունը և ոչ թե խորհրդանշական մակարդակով, այլ իրական մասնակցային ներդրման և վստահության հիման վրա։ Մեր երկրորդ բանախոսը իմ սիրելի բարեկամ ու մեծ հայրենասեր պրոֆեսոր Ֆրանկ Զերունյանը կանդրադառնա այս կարևոր խնդրին։ Նա կխոսի այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել մեր երկրում արհեստականորեն սերմացված անվստահությունը Սփյուռքի նկատմամբ և ինչպես պետք է կառուցենք վստահության կամուրջները, համահայկական ներուժը ուղղելով մեր ընդհանուր հայրենիքի վերականգնման ու պաշտպանությանը։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։